Ուրեմն սիրելիներս երեք մեկնաբանություններում ինձ հարցնում էին, թե ով է Բոֆամետը, դու գիտես ով է Բոֆամետը, դե բնականաբար, եթե ես չիմանայի ով է Բոֆամետը, այսպես իր ուրույն տեղում չէր գտնվի, հա, իմ զոհասեղանի վրա։ Բոֆամետը խորհրդավոր կերպար է, որը հանդես է գալիս որպես աստվածություն, կուռք կամ սիմվոլիկ պատկեր արևմտյան էզոտերիկ ակուլտիստական ավանդույթներում։ Նայած թե տվյալ անձը Բոֆամետի հետ ինչ նպատակով է շփվում եւ իրան ոնց է ընդունում։ Չնայած այն հաճախ սխալմամբ նույնականացնում են սատանայի հետ, բայց բացարձակ կապ չունի սատանայի հետ։ Ակուլտիզմում այն ունի շատ ավելի բարդ եւ փիլիսոփայական նշանակություն։ Այն նշանակությունը, որով ես այսպես շփվում եմ իր հետ։ Իր պատմական ծագումը անունն առաջին անգամ հիշատակվել է 14-րդ դարում տաճարականների դատավորության ժամանակ։ Նրանց մեղադրում էին Բոֆամետ անունով, մորուքավոր գլխի տեսքով, կուռք երկրպագելու մեջ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ Բոֆամետ անունը համահունչ է Մուհամեդ մարգարեի անվանը և դա իր աղավաղված ձևն է Մուհամեդ, քանի որ այն ժամանակ տաճարականներին մեղադրում էին իսլամ ընդունելու մեջ։ Իբր աղավաղել են և սարքել են Բոֆամետ, Մուհամեդը դարձրել են Բոֆամետ։ Այստեղ ասեմ, որ իսլամի հետ կապ ունի իբր նախկին այսպես մտածողությամբ։ Ժամանակակից պատկերացումը այլ կերպ է ձևավորվել։ Ֆրանսիացի ակուլտիստ Էլիֆաս Լևիի շնորհիվ նա նկարել է հայտնի այծկերպարը և մարդուն միացնելով իրան, որին անվանել են Մեդեսի այծ կամ Շաբաթվա այծ։ Լևին ըստ Լևիի պատկերացումով Բոֆամետը խորհրդանշում է տիեզերքի հակադիր ուժերի հավասարակշռությունը, այն միաժամանակ ունի արական և իգական հատկանիշ, անդրոգին։ Մարդու և կենդանու տարրեր, լույսի և մթի կապ, ձեռքը ուղղված է դեպի սպիտակ լույսին, մյուսը սև։ Թևերի վրա գրված է լատիներեն բառեր, որը նշանակում է քայքայել և միավորել։ Սա ալքիմիական հիմնարար սկզբունք է, որը վերաբերվում է ինչպես նյութին, այնպես էլ հոգու տրանսֆորմացիային։ Բոֆամետը ինքնաճանաչման և իմաստության նշան է։ Որոշ ակուլտիստներ, օրինակ Ալիստր Քրոուլին, Բոֆամետին դիտարկում էր որպես հոգևոր լուսավորության և թաքնված գիտելիքի գնոզիսի խորհրդանիշ։ Բոֆամետը ինչպես է ասոցացվել սատանիզմի հետ։ Թեև Բոֆամետը սկզբնական սատանայական կերպար չի եղել, բայց 20-րդ դարում այն դարձավ ժամանակակից սատանիզմի գլխավոր սիմվոլ։ Վերցրել են և սարքել են իրանց սիմվոլ, այստեղ ոչ կարա իրանց արգելի, ոչ կարա իրանց ինչ-որ բան ասի։ Սատանայի եկեղեցին այն օգտագործում է որպես ավելի շատ, որովհետև սիմվոլը ունի շրջված հնգաթև աստղ և ներգրաված է այծի կոտոշավոր գլուխ, որպես պաշտոնական տարբերանշան։ Այս կազմակերպությունը օգտագործում է Բոֆամետի արձանը որպես աշխարհիկ պետության կրոնական ազատության պայքարի համար։ Իրականում դանակը մարդիկ դանակով հաց են կտրատում, մարդիկ դանակով ֆուրշետներ գեղեցիկ այսպես իրեր են պատրաստում։ Մարդիկ էլ կան դանակը հենց տեսնում են, մտածում են, որ դա սառը զենք է, կարող են մարդ սպանել։ Նայած ով ոնց է ուղարկում։ Բոֆամետը իմ սեղանին հավասարակշռում է մթի և լույսի էներգիաները և ինքը յուրաքանչյուր իմ ծեսում ներկա է։ Եվ Բոֆամետի որովայնի վրա կադուցի նշանն, այդ դեպքում երևի բժիշկներն էլ են սատանիստ, հա,
Չէ որ իրենք էլ են կոդուցի նշանը կրում, կամ սա էներգիաները հավասարակշռող նշան է։ Դուք տեսել եք երևի բաժակը, օձը թույնը լցնում է բաժակի մեջ, Սամուելի թույնը, եւ դա շատ հաճախ մենք հանդիպում ենք բժշկական այսպես կաբինետների դռների վրա։ Իրականում Բաֆամետը սատանիզմի հետ կապ չունի, իր գլխի վերևի վառվող ջահը իմաստության աստվածային լույսի նշան է, բայց Բաֆամետը այն սիմվոլն է, որը հստակ արտացոլում է մարդու նյութական եւ հոգեվոր աշխարհի միացությունը։ Հիմա իմացաք Բաֆամետը ինչի համար է իմ սեղանին։ Այո, ես համագործակցում եմ իր հետ, աշխատում եմ եւ իմ հոգեվոր նպատակների զարգացման համար, եւ իմ նյութական, ֆիզիկական առողջության եւ այլն։ Եթե մարդը առողջ չլինի, իր հոգին էլ առողջ չի լինի, իսկ առողջությունը մենք ստանում ենք մեր մալկուտից, նյութական աշխարհից։ Իդեպ, քանի որ եղավ Հայաստանի ընտրությունների համար կանխատեսում, ես ասեմ մյուս տեխնացուն, որ բարենպաստ դիրքում են գտնվում մոլորակները, դա Սամվել Կարապետյանն է, բայց այս ընտրություններում ես ասեցի, իր ուժային ռեսուրսները այսպես օգտագործելով կանցնի Նիկոլ Փաշինյանը, մեծ հավանականություն կա, որ կանցնի, բայց դա կլինի ժամանակավոր այսպես բնույթ կամ ինքը շատ ավելի թույլ դիրքերում կգտնվի, այսինքն այն ռեյտինգը չունի, այս մարդը գնալով այսպես պրծնում է, մարում է, ու 2026 թվականի ավարտի հետ կապված ասեցի, որ իրեն չեմ տեսնում եւ նշեցի, որ եթե հանկարծ ինքը մնա մինչեւ ավարտը, դա կնշանակի, որ ինքը իր դիրքերը մի քանի անգամ կամրապնդի, բայց 2026-ի ավարտը չեմ տեսնում, իսկ հիմա, ամսի 7-ի հետ կապված աստղագիտության, այստեղ նաև Ռոբերտ Քոչարյանը ամսի 7-ին իր վերջի այսպես լավագույն մոլորակային դասավորվածությունը ու 7-ից հետո ոչ, բավականին այսպես կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում իր շուրջը, ուստի այստեղ իրեն 3-րդ կամ 4-րդ տեղում կարելի է համարել, որովհետև այստեղ Նիկոլը եթե անցնի, իրան օգնելու են ուղղակի այն, որ մոլորակների դասավորվածությունը բարենպաստ է իրա եւ Սամվել Կարապետյանի համար, բայց Սամվել Կարապետյանը այստեղ Նիկոլը իմանալով իրան, ինքը օգտագործելու է իր ռեսուրսները, իր աթոռը պահելու համար, իսկ 2026 թվականին թերևս չեմ տեսնում, բայց մենք նորից կանրադառնանք, նորից կկանխատեսենք, նորից այսպես կխորանանք, հասկանանք վերջը ինչ է լինելու, այսքանը, հուսով եմ Բաֆամետի հետ կապված էլ հարցեր չեք ունենա, կանրադառնամ Հեկատեին, Իսիդային, Լիլիթին, մեր սիմվոլներին, մոգական, պենտագրամաներին, որոնք այսպես դուք համարում եք, որ դրանք սատանիզմի նշաններ են, ոչ, կբացատրեմ կամաց և կտեղադրեմ մագիայի բաժնում, որ պլեյլիստը թերթելուց, եթե ուզենաք ծանոթանաք, ձեզ փնտրելու այսպես դժվարություն չլինի, մտնեք պլեյլիստ ու գտնեք ձեր համար կարևոր նյութը։